Հարգելի հայրենակիցներ, ի սկզբանե ես մի քիչ այլ բնույթի ելույթ էի ուզում ունենալ, բայց հաշվի առնելով վերջին օրերին իշխանության պրոպագանդայի ջղաձիգ շարժումները, ես որոշել եմ իմ ելույթը կառուցել մի շարք միֆերի, իշխանության նետած կեղծ թեզերի ջախջախման վրա։ Առաջինը, իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի ընտրությունների կամ ընտրություններով փոփոխությունների նկատմամբ հանրային հավատը կոտրի։ Այսինքն մարդկանց մոտ ուզում են տպավորություն ստեղծել, որ ամեն ինչ կանխորոշված է, ընտրությունները ոչինչ չեն որոշելու։ Ես սա ամենավտանգավոր եւ կեղծ թեզն եմ համարում։ Փորձեմ ասածս բացատրել կոնկրետ օրինակներով։ Ինչ է անում իշխանությունը։ Անցած տարվա ապրիլ-մայիս ամիսներից սկսած անցել է բացահայտ ռեպրեսիաների։ Եկեղեցու դեմ այդ հակասահմանադրական արշավը, կալանավորումները, քաղաքական գործիչներ, գործարարներ, լրագրողներ, ճնշումները, մյուս բանը, որ անում են նրանք, փորձում են, ինչպես ասեցի, տոտալ քարոզչություն ծավալել, թե իբր բոլորը մեր հետ են, աշխարհի հզորները մեր հետ են եւ ընտրությունների ելքը կանխորոշված է։ Սա իրականում իրենց վախերը քողարկող մարտավարություն է, որևէ բանի ելքել կանխորոշված չի։ Եթե կանխորոշված լիներ ամեն ինչ, իրենք այսքան ջղաձիգ շարժումների մեջ չէին լինի։ Նիկոլ Փաշինյանի խնդիրը ապատիկ հասարակություն ստեղծելն է։ Ինքը հասարակական որևէ խմբում, քաղաքական որևէ խմբում այլևս աջակցություն չունի եւ հույսը մնացել է այն բանի վրա, որ կարողանա հուսահատ հասարակություն ստեղծել, այդ հասարակությունը հոգնած, հիասթափված, ընտրություններին չմասնակցի, որի միջոցով կարողանա հաջողության հասնել։ Սա է պատճառը, որ երկրի առջև ծառացած խնդիրները անտեսելով, այս մարդկանց են կալանավորում, աշկ են վախացնում, բարձրաշան հյուրերի առջև ոչ թե դնում են երկրի առջև ծառացած խնդիրները եւ փորձում են դաշնակիցներ գտնել, այլ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է, որպեսզի լուսանկարներ պոկի, այստեղից, այնտեղից աջակցության խոսքեր։ Երևի հիշում եք, որ երբ որ Վենսը եկել էր Հայաստան, միակ մնայուն բանը, որ բոլորս հիշում ենք, չնայած դա շատ կարևոր եւ պատմական այց էր, միակ մնայուն բանը դարձավ այն, որ պոկել էին մի դրվագ ասուլիսում, որ Վենսը աջակցություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին։ Ես քաղաքական գործիչ եմ, որ համարում եմ, որ Հայաստանը ունի ընդամենը երկու թշնամի։ Ձեզ հայտնի են այդ պետությունների անունները, ավելորդ անգամ չհնչեցնեմ։ Մեր արևելյան եւ արևմտյան հարևանների մասին է խոսքը։ Որևէ այլ երկրի մեջ մենք թշնամի չենք տեսնում։ Ճիշտ հակառակը, մեր ռազմավարական գործընկերները, Ռուսաստանի Դաշնությունը, մեր կարևոր գործընկերներն են Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, Չինաստանը, Արաբական աշխարհը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Վրաստանի Հանրապետությունը, այսինքն մենք բազմակողմ ակտիվ արտաքին քաղաքականության կողմնակից ենք, բայց Հայաստանի ընտրությունների ճակատագիրը որոշում է բացառապես Հայաստանի ժողովուրդը։ Մենք թույլ չպիտի տանք, որ որևէ արտաքին միջամտություն ունի, որևէ մայրաքաղաք փորձի ներազդել մեր քաղաքական քարտեզի վրա։ Այդպիսի բան ուղղակի չի լինելու։ Ասում եմ, բոլոր գործընկերների նկատմամբ մեծ հավատ եւ վստահություն ունենք, բայց Հայաստանի ընտրական խճանկարը որոշվելու է Հայաստանի ժողովրդի կամ արտահայտությամբ, ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում կամ Մոսկվայում։ Սա մեր կուսակցության հստակ դիրքորոշումն է։ Մյուսը,
անդադ տարածում են թեյփեր Հայաստանի դեմ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դաշնությունը հիբրիդային պատերազմ է տանում, հետ հիբրիդային պատերազմը ինչա միջև մի ճիշտ ասած ես գիտեմ որպես քաղաքագետ դա ինչա։ Եթե Հայաստանում հիբրիդային պատերազմ կա, դա ոչ Ռուսաստանի կողմից է, ոչ որևէ այլ կենտրոնի։ Հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ վարում են Թուրքիան եւ Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի միջոցով։ Որևէ այլ հիբրիդային պատերազմ վարող կենտրոն Հայաստանի դեմ չկա։ Դա պարզ է, իրանք այս կեղծ թեզերը շրջանառու են դարձնում, որպեսզի կարողանան հիմնավորել ռեպրեսիաները։ Բոլորին փորձում են ռուսական գործակալ ներկայացնել եւ այլն, ցանկացած ընդդիմախոսի։ Սա ասում եմ գործակալները դուք եք։ Ու այդ ինչի որտեղի։ Հիմա ընտրությունների ամենամեծ ինտրիգը Նիկոլ Փաշինյանը, ինչպես ասեցի, ամեն ինչ անում է, որպեսզի ընտրողների մասնակցությունը ցածր լինի, որ եթե ցածր եղավ ընտրողների մասնակցության մակարդակը, վարչական ռեսուրսի դերը մեծ է լինելու, տեսակարար կշիռը։ Ընդդիմության խնդիրը պետք է լինի ամեն ինչ անել, որ ընտրողները շատ ակտիվ մասնակցեն ընտրություններին։ Մասնագիտական հաշվարկ կա։ Եթե ընտրություններին մասնակցեն ընտրողների 55%-ը կամ 1.300.000 գերազանցող ընտրող, Նիկոլ Փաշինյանի պարտությունը կանխորոշված է։ Սրանում կարող է կասկած չունենալ։ Սա մասնագիտական հաշվարկ է ոսկերչական ճշգրտությամբ։ Մասնակցության ձևի մասին թերևս մեր համագումարի ամենակարևոր հայտարարությունն է։ Ես ի սկզբանե արհեստական եւ ուտոպիստական եմ համարել մեկ միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու տարբերակը, երբ որ ամբողջ ընդդիմությունը մեկ միասնական ցուցակ է կազմում, ես դա ուտոպիստական եմ համարել ի սկզբանե, ես 33 տարվա քաղաքական փորձ ունեմ եւ աշխարհի որևէ երկրում, այդ թվում Հայաստանում նման սցենար չեմ տեսել, նման բան չի լինում, որտեղ ընդդիմությունը ի տարբերություն իշխանության վերտիկալ չի, որտեղ մեկը նստած է բուրգի գլխին եւ այդ մեկի ցուցումով ամբողջ ընդդիմությունը միավորվում է։ Ես իրատեսական եմ համարելու, բարեբախտաբար զարգացումները գնում են այդ ճանապարհով, որ ձևավորվեն մի քանի մեծ կոնսոլիդացիոն կենտրոններ, որոնք արդյունավետ աշխատանքի պարագայում կարող են կոնսոլիդացնել մեր հասարակությանը եւ համոզիչ դարձնել ընտրությունների ճանապարհով փոփոխությունների հեռանկարը։ Այս սա իրատեսական եմ համարել եւ կարծել եմ, որ փոքր սակավ ռեսուրսներ ունեցող կուսակցությունները ոչ թե պետք է առանձին ընտրություններին մասնակցեն, այլ այդ մեծ կոնսոլիդացիոն կենտրոններին միավորվել եւ հաջողությամբ կարողանանք ընտրական գործընթացը տանել։ Դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը որոշում է կայացրել, եւ սա շատ սպասելի եւ կանխատեսելի որոշում էր, միանալ առաջարկ Հայաստանին ծրագրին եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ միասին մասնակցել ընտրություններին։ Ես վստահ եմ, որ Գագիկ Ծառուկյանի հեղինակած առաջարկ Հայաստանի ծրագիրը ամենապոպուլյարը, ամենաէֆեկտիվն է Հայաստանի քաղաքական օրակարգում։ Ավելին, ես վստահ եմ, որ առաջարկ Հայաստանին ծրագրի շուրջ ստեղծվելու է ընդդիմադիր ամենամեծ կոնսոլիդացիան։ Նման որոշման կայացման համար կան մի շարք պատճառներ։ Նախ, առաջարկ Հայաստանին ծրագիրը ամենաներառականն է, որովհետև այն կառուցվում է ոչ թե վերևից ներքև, այլ ներքևից վերև տրամաբանությամբ, այսինքն
հասարակական տարբեր խմբեր, քաղաքական գործիչներ ներկայացնում են իրենց առաջարկությունները, նաև շարքային քաղաքացիները։ Հետո դա մասնագիտական ֆիլտրում հասնելուց հետո դառնում է համապարփակ ծրագիր։ Սա մեկ։ Երկրորդը, որևէ մեկի համար գաղտնիք չի, ու այդ մենք շատ անկեղծ ենք եղել այդ հարցում, անցած 6 տարիներին Բարգավաճ Հայաստան եւ դեմոկրատական այլընտրանք կուսակցությունների միջև եղել է ինստիտուցիոնալ շատ սերտ համագործակցություն։ Մենք գրեթե բոլոր թիմ ընտրություններում հանդես ենք եկել մեկ միասնական թիմով ու որպես կանոն ընտրություններում հաղթել ենք։ Ես կարծում եմ, առջևի ընտրություններն էլ չեն լինի բացառություն։ Երրորդը, այստեղ շատ կարևոր է Գագիկ Ծառուկյանի անձը։ Գագիկ Ծառուկյանը արդյունք արժեք աշխատատեղեր, բարիք ստեղծող անձնավորություն է եւ ինքը դա բազմաթիվ անգամներ ապացուցել է իր ողջ կենսագրության ընթացքում։ Իմ անձնական օրինակից գիտեմ, թե այդ մարդը ինչպես է կարողանում մարդուն հուսահատությունից, ապատիկ վիճակից դուրս բերել եւ դնել ավելի հաստատող զարգացման ճանապարհի վրա։ Եթե պարոն Ծառուկյանը նման վճռորոշ եւ պոզիտիվ դերակատարություն է կատարել տարբեր անձանց, տարբեր ճյուղերի, ոլորտների հարցում, իսկապես առաջադիմական եւ պրոգրեսիվ ծրագրեր իրականացնելով, ես վստահ եւ հավատացած եմ, որ նա կարող է մերիտոկրատիայի սկզբունքով ձևավորել Հայաստանի այլընտրանքային կամ ընդդիմադիր դաշտում գործող ամենակենսունակ, ամենաուժեղ եւ ամենահաղթող թիմը։ Մյուսը, վերջին օրերին իշխանության պրոպագանդան ալեկոծության մեջ է, թե տեսեք 3 քաղաքական ընդդիմադիր ուժեր, Բարգավաճ Հայաստանը կամ Առաջարկ Հայաստանի նախագիծը, Սամվել Կարապետյանի շուրջ ուժը եւ Ռոբերտ Քոչյանի շուրջ համախմբված ուժը ցանկանում են Գյումրի 2 կրկնել։ Ասում եմ, այս մասին ընդդիմությունը չի խոսում, իշխանությունն է խոսում։ Այնպես են ներկայացնում, ոնց որ Գյումրի մոդելը հանցագործություն է եղել։ Ժողովուրդ ջան, Գյումրիում ոչ մի հանցագործություն չի եղել, դա Գյումրիի մոդել էլ չի։ Առաջին այդ մոդելը կիրառել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Երբ որ Երևանի ընտրություններում միայնակ հաղթել չկարողացավ, կոալիցիա կազմեց կուսակցություններից մեկի հետ, Հանրապետություն կուսակցության ու ձևավորեց քաղաքային իշխանություն։ Պարլամենտական դեմոկրատիայի կանոնն է դա։ Պարլամենտական դեմոկրատիայի ամենասովորական կանոնն է, որ քաղաքական ուժերը որպես կանոն միայնակ չեն կարողանում 50% գումարած մեկ ստանալ եւ միավորվելով ներառական դեմոկրատական իշխանություն է ձևավորում։ Գյումրիում էս է եղել։ Նենց են ասում Գյումրի 2, ոնց որ Գյումրիում հանցագործություն է եղել։ Գյումրիում ամենադեմոկրատական պրոցեսն է եղել։ Ճիշտ այնպես այդ նույն մեխանիզմը թույլ տվեց, որ 9%-անոց Ավինյանը դառնա Երևանի քաղաքապետ։ Բախի Ավինյանի մասին չեք խոսում։ Թե ձեզ կարելի է, բայց ընդդիմությանը չի կարելի սահմանադրական մեխանիզմ օգտագործել հաղթել։ Այս որ իրանք Գյումրի 2-ից են խոսում, ձեզ մի բան ասեմ։ Դա ոչ իմ դեմ են խոսում, ոչ մյուս գործիչների դեմ են խոսում։ Իրենք խոսում են սահմանադրական կարգը տապալելու մտադրության մասին։ Իրանք փաստորեն ասում են, որ եթե մենք ընտրությունները չենք հաղթում, հաղթում անդիմությունը դա արդեն հակասահմանադրական է։ Չնայած ոչ միայն ասում են, այդ արել են։ Ընդդիմադիր համայնքապետ հաղթում է, հայտնվում է բանտում։ Մեկն էլ սպանվեց։ Այսինքն շատ պարզ հասկացեք ժողովուրդ, այդ բաներից մի վախեցեք, էլի իրանց վախի խուճապի դրսևորում է։ Անունը Գյումրի 2 մի դրեք, այդ իրանց կուտն է։ Տենցա Ֆրանսիայում, տենցա Գերմանիայում, ցանկացած պարլամենտական երկրում այդպես է։
մի շարք կուսակցություններ անցողի քշեմը հաղթարած միավորվում են, ձևավորում են իշխանություն։ Բայց եթե ընդդիմության ձայները շատ եղան, ընդդիմությունը միավորվելու է, ձևավորելու է իշխանություն։ Իջևանի հորտնից այդ կտակը իշխանության չի բերենք։ Ժողովրդի միակ աղբյուրը, իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է։ Ժողովուրդն է որոշելու ինչ իշխանություն ձևավորվի Հայաստանում։ Մեծամասնությունը օրինական ընտրություններով կգնա կընտրի իրանք կձևավորեն։ Կընտրի ընդդիմությունը կձևավորի։ Ես վստահ եմ, որ Բարգավաճ Հայաստան ընտրացուցակը առաջարկ Հայաստանի ծրագրով շատ ծանրակշիռ ներկայություն ունենալու ապագա խորհրդանում եւ որոշիչ դեր ունենալու նոր իշխանության ձևավորման գործընթացում։ Ինչ ուզում եք, այս սցենարի անունը դրեք։ Մյուսը այդ ռուսամետ արևմտամետ թեզը Ժորժ ջան, արհեստական բաժանում է, ինձ որ հարցնեք, ես ռուսամետ եմ թե արևմտամետ, պատասխանը շատ պարզ է լինելու։ Ես հայկական օրակարգի կրող եմ։ Ինչպես ասեցի, ոչ արևմուտքի մեջ եմ թշնամի տեսնում, ոչ Ռուսաստանի մեջ եմ թշնամի տեսնում։ Հակառակը Ռուսաստանին համարում եմ մեր ռազմավարական գործընկերը, որի հետ ռազմավարական գործընկերությունը պետք է զարգացվի, արևմուտքին, թե Եվրամիությանը, թե Միացյալ Նահանգներին համարում եմ մեր շատ կարևոր եւ արժեքավոր գործընկերները։ Ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում մեղավոր չեն, որ Հայաստանում ձևավորվել է մի հատ իշխանություն, որը օրակարգ չունի եւ երկիրը ներսից բարիկադավորում է եւ Հայաստանը պրախատնոյ դվոր է սարքել բոլոր աշխարհակաղակական կենտրոնների համար։ Այստեղ մի փնտրեք ոչ Ռուսաստանի մեղքը, ոչ Միացյալ Նահանգների մեղքը, ոչ Եվրամիության մեղքը։ Մեր ծրագիրը առաջարկ Հայաստանին է մերժում է Հայաստանի հասարակության որևէ բաժանում։ Հայաստանի հասարակությունը չի կարող բաժանվել արևմտամետների եւ ռուսամետների։ Հայաստանի հասարակությունը չի կարող բաժանվել սևերի եւ սպիտակների։ Հայաստանի հասարակությունը չի կարող բաժանվել ներկաների եւ նախկինների։ Հայաստանի հասարակությունը չի կարող բաժանվել հարուստների եւ աղքատների։ Հայաստանի հասարակությունը չի կարող բաժանվել հայաստանցիների եւ ղարաբաղցիների։ Մենք մեկ միասնական ժողովուրդ ենք։ Այս բաժանման հեղինակը մեկ մարդ է։ Հիշում եք մի կիրակի օր ինքը գործուղման մեջ էր, ոչ կեղծ պատարակ եղավ, ոչ որևէ եկեղեցու մոտ խժդժություն եղավ, ոչ վեճեր եղան, ու միջին վիճակագրությունը ես իմ աշխատանքային գրաֆիկով ստուգել եմ, որ օրը Նիկոլ Փաշինյանը Հայաստանում է, ես ամբողջ օրը ստիպված լրագրողների հարցերին եմ պատասխանում, որտեղ ինչ-որ բան ասացել եմ, լրագրողներն էլ զանգում են ինձ։ Որ օրը Հայաստանում չի, ես ֆունդամենտալ քաղաքագիտական գործով եմ զբաղվում, հանգիստ։ Ուրեմն շատ պարզ է, չէ՞ բանաձևը։ Մյուսը ասում են, որ մեզ չընտրեք, մենք խաղաղություն ունենք, գալու է պատերազմ։ Ամենաողորմելի թեզն է։ Ամենաողորմելի թեզը։ Հələ բացեք իմ եւ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցները մինչև 2020 թիվը ու համեմատեք։ Նիկոլ Փաշինյանը ամբողջ օրը ասում էր, ոչ պիտի շպտի հանձնենք, ասում էր, որ հող հանձնելուց է խոսում, հողին պիտի հանձնենք այդ մարդկանց, ասում էր, փող զիջումներից խոսել չի կարելի, ես շարունակ ասում եի, հարց ունի փող զիջումային լուծում, պիտի գնանք փող զիջումների, որպեսզի նոր պատերազմը բացառվի։ Հիմա այս մարդը, որ բոլոր ոչ մի թիզականներին ժողովրդական լեզվով ասած աբգոներ արե,
իրան ներկայացնում որպես խաղաղության մոդելի կրող։ Կարող եք Հայաստանում հիշել, որ իշխանության օրոք է 3 պատերազմի եղել։ Կարող եք հիշել մի հատ իշխանություն, որը պատերազմա բերել, ինչի հետևանքով կորցրել ենք Արցախը։ Շուտ չեմ հիշում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք տես բան է եղել։ Ով բերեց պատերազմը։ Ում սեղանին էր դրված Լավրովի պլան կոչված փաստաթուղթը։ Սկզբում ասում եք, դες փաստաթուղթ չի եղել։ Հետո երբ որ ես ու այլ գործիչներ հրապարակավ հայտարարեցինք, որ այդ փաստաթուղթը ստիպված մենք կհրապարակենք, բռնեց այդ բոլոր փաստաթղթերը հրապարակեց։ Բանթուն էր այդ փաստաթուղթը, շատ արժանապատիվ փաստաթուղթ էր, որը երաշխավորում էր Արցախի հայկականությունը։ 5 շրջան ազատագրված տարածքներից հետ էր վերադարձվում, Լաչինի Քելբաջարի կարգավիճակն էլ փոխկապակցվում էր Արցախի ապագա կարգավիճակի հետ։ 1 էջ ու կես այդ փաստաթուղթը ընդհանրապես սիրելի ժողովուրդ։ Մեծ փաստաթուղթ էլ չի։ Չընդունեցիր։ Քեզ միշտորտերը բան են առաջարկում, դու ժողովրդից դա գաղտնի ես պահում, հետո գնում ես Ստեփանակերտ, մի քանի հազար մարդ հավաքվում է, էյֆորիայի մեջ ես ընկնում, գոռում ես Արցախը Հայաստանը եւ վերջ։ Այդ ինչը բերես պատերազմ։ Ինքը անտեսեց ոչ միայն իսկ նարհամարեց ոչ միայն Ադրբեջանին, այլ նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ 5 անդամներից 3-ի միջուկային գերտերությունների Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության եւ Ֆրանսիայի Հանրապետության ջանքերը։ Հետո կանաչ լույս բացվեց պատերազմի համար։ Հետո մի հատ ուրիշ արկածախ ընտրություն արեց պատերազմից հետո։ Միտումնավոր երևի հավատացել էր իր կողը բուստած են կեղծ արևմտամետներին։ Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո ակաջին շշշացին, որ այս ուրբաթ Ռուսաստանի պանիխիդան ալնելու։ Ինքն շատ լուրջ ընդունեց այդ բանը, կեղծ թեզը։ Որոշեց Ռուսաստանից երես թեքել, բանակցային գործընթացը տեղափոխել արևմտյան հարթակներ։ Արևմտյան հարթակում էլ կործանեց Արցախը։ Այդ հայտնի պատմությունա չեմ ուզում հիշեցնել 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրագայի հայտարարությունը։ Քնամերիչը շատ պարզ է։ Հիմա այս մարդը իրան նույն ասում է խաղաղության հետ։ Պատերազմ հրավերելու հակառակը ադրբեջանցիների եւ թուրքերի առաջ կզելը չի։ Այս մարդը ծայրահեղությունից ծայրահեղություն է գնում։ Մենք խաղաղությանը դեմ չենք։ Ավելին ասեմ, եթե ձևավորենք իշխանություն, անվերապահորեն կատարելու ենք Հայաստանի ստանձնած բոլոր միջազգային պարտավորությունները, անկախ նրանից, այդ պարտավորությունները ամբողջովին մեր շահերից բխում են, թե չէ, որտեղ մենք խուլիգան չենք, կամ էլ չենք ուզում 2018-20 թվերի քաղաքականության նման մի բան վարենք, էլի նոր պատերազմ գա մեր գլխին։ Ոչ արկածախնդիր ենք, ոչ խուլիգան, եթե երկիրը ստանձնում է միջազգային պարտավորություն, պետք է կատարել այդ պարտավորությունները։ Այդ թվում նոյեմբերի 9-ի եւ թրիփի ծրագրերը, ինչքան էլ մեր համար վատ լինեն, դրանք սեղանին դրված կարգավորման պլաններ են, մենք պետք է աշխատենք դրանց այն հնարավորությունները, որ այդ նախագծերը ստեղծում են, այդ հնարավորությունները օգտագործելով մեր բանակցային դիրքերը ուժեղացնել։ Ոչ թե սուր ճոճենք Ռուսաստանի կամ Միացյալ Նահանգների դեմ։ Դու սկի Ալիևի դեմ չես կարում սուր ճոճես։ Այդ ինչ, ասլան ես կտրում, Պուտինի դեմ սուր ես ճոճում, թիմիդ հանձնարարում ես, հակառուսական ստրիպտիզներ, ես իմ ինչ։ Բայց դրա վերջը լավ ով է վճարելու այդ արկածախնդրության գինը։ Արդեն մի հատ վճարեցինք Արցախ։ Հակառակը
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատերազմի հետ ամենաասոցացված իշխանությունն է։ Եթե ուզում եք խաղաղություն, ընտրեք օրինակ առաջարկ Հայաստանին։ Դե վստահ եմ, ես դալիճում Բարգավաճ Հայաստանին, ես դալիճում բոլորը վստահ եմ, այդ ուժին են ընտրելու։ Պատերազմ բառը եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոմանիշներ են, կրկնում եմ։ 2021 թվականին ժողովուրդը ճշմարտությունը չհասկացավ։ Նիկոլ Փաշինյանի վերընտրության գինը դարձավ Արցախի կորուստը։ Հիմա եթե ինչ-որ մեկը ուզում է, որ հաջորդ ցիկլում կորցնենք Հայաստանի Հանրապետությունը, շատ հանգիստ կարող է գնալ եւ ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Հիմա կոնին դրածա Հայաստանի Հանրապետության ճակատագիրը։ Արցախցի մեր քույրեր եղբայրները դալիճում իրանցից շատերը ներկա են։ Գալու տեղ ունեին, ուր են գնալու մենք։ Մի քիչ երկար ու խորը մտածեք ասածից վրա, նաև մեզ եթերով հետևող սիրելի հայրենակիցներ։ Մյուսը ասում են Հայաստանը եղել է ծայրագավառ, իբր Ռուսաստանի գուբերնիա ենք եղել։ Այ մենք եկանք իշխանության, Հայաստանը սարքեցինք բան։ Շոր մի հատ շատ կարևոր մեծ խաղացող։ Նախ Հայաստանը երբեք Ռուսաստանի գուբերնիա չի եղել։ Երբեք։ Երրորդ հանրապետության գոյության ողջ ընթացքում Հայաստանը երբեք ռուսական գուբերնիա չի եղել։ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությունը անկախ դրանից դա սխալ է եղել, ճիշտ է եղել, բոլոր երեք նախկին նախագահներն էլ ձախողումներ ունեցել են, բոլորն էլ։ Բայց անկախ բոլոր ձախողումներից Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությունը որոշվել է Երևանում։ Ավելին ասեն, ոնց կարելի է ծայրագավառ համարել երրորդ հանրապետությունը, եթե երրորդ հանրապետությունը ձևավորվել է մեր նորագույն պատմության ամենալուսավոր իրադարձության 88-ի հզոր համազգային շարժման հիմքի վրա։ Երբ որ երրորդ հանրապետությունը ձևավորվել է Արցախյան առաջի պատերազմում մեր հազարավոր եղբայրների նահատակության գնով։ Ոնց կարելի է այդ լուսավոր երկիրը համարել Ռուսաստանի կամ ինչ-որ մեկի ծայրագավառ։ Մենք ունեինք շատ տարածաշրջանում շատ մեծ սուբյեկտություն ունեցող երկիր Հայաստանի Հանրապետություն անունով եւ Երևանի կենտրոնում ունեինք արժանապատվության պանթեոն Եռաբլուր անունով։ Մեր երկիրը Նիկոլ Փաշինյանը վերածեց փլատակների մեծացնելով Եռաբլուրի տարածքը։ Ամենակարևոր բանը, հիմա էլ ասում աշխարհի կենտրոն ենք դարել։ Տեսեք, հանրային հեռուստատեսությունն է գնում։ Ասում է Հայաստանի պետականությունը 99 տարով երաշխավորված է հարատևությունը։ Ես էլ ասում եմ, ինչի է 99 տարի ասում։ Հաջորդ նախադասությամբ ասում է, որտեղ թրիփի ծրագիրը առնվազն 99 տարի ժամկետ ունի։ Պատկերացրեք, այն Հայաստան ինքը ծայրագավառ է համարում, այդ դեպքում, երբ որ մեր պետականության հարատևությունը մի հատ աշխարհաքաղաքական կենտրոնի մի հատ ծրագրի հետ է կապում։ Դուք սենց կախյալ երկիր էլ որտեղ եք տեսել։ Այդ նշանակում է երկիրը ընդհանրապես ոչ ինքնիշխանություն ունի, ոչ սուբյեկտություն։ Վայ է երկրին, որ մի 80-ից 200 միլիոն դոլարի ծրագրից պիտի կախված լինի։ Թրիփ ծրագիրը, ինչ եկյատ ուզում ձեզ պատմեն, տարբեր մասնագիտական հաշվարկներով արժի 80-ից 200 միլիոն ամերիկյան դոլար։ Ոչ ավել։ Ոչ ավել։ Այստեղ եթե մասնագետներ կան, 42 կիլոմետր երկաթուղի է, կարող եք կիլոմետրով շատ հեշտ կարող հաշվարկ անեք, շատ մի բարդ հաշվարկ չի։ Եվ այսպես, ես համարյա մոտեցա իմ ելույթի ավարտին եւ եւս մեկ անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Գագիկ Ծառուկյանին, Բարգավաճ Հայաստան կուսակցությանը մեր առջև դռները բացելու համար
Եվ առիթից օգտվելով առնվազն 3 առաջարկ ենք անում եւ խնդրեմ, որ առաջարկները ընթերցելուց հետո արձագանքեք ծափերով կամ ինչ-որ ձևով, որպեսզի մեր հավանությունը երևա։ Առաջին առաջարկ Հայաստան ծրագրին ներառելու համար մենք առաջարկում ենք խաղաղության արժանապատիվ մոդել, այսինքն այնտեղ ձևակերպված կլինի, մենք մեր առաջարկը կներկայացնենք, մենք շատ կարևորում ենք խաղաղության գաղափարը, հարևան երկրների, այդ թվում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ կանխատեսելի հարաբերությունների հաստատումը, որտեղ մենք հարևաններ ենք, ոչ մի տեղ չենք գնալու եւ այո պիտի լինի խաղաղություն։ Այո ընդունում ենք, որ պատերազմում մենք պարտվել ենք, ինչի համար գին պիտի վճարենք, այդ գինը արդեն վճարված է, բայց մեր խաղաղության մոդելը ենթադրում է արժանապատիվ խաղաղություն եւ բացառում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա ադրբեջանական ենթապետություն։ Դա բացառվում է։ Մյուս մոդելը, որ առաջարկում ենք, Հայաստանում պետք է բացառվի մեկ մարդու իշխանությունը։ Մեր ողբերգությունների պատճառներից մեկն է նա, որ ամբողջ երկիրը ապրում է այդ մարդու տրամադրությամբ։ Ուրախ զարտեց երկիրը հանգիստ կթողի, շոր վատ տրամադրությամբ զարտեց երկրում ցնցումներ ալնելու, ուզեց այս մեկին փակել կտա, ուզեց այն մյուսին, մենք մի հատ մարզմ ունենք, չեմ ուզում գործիչի անունը նշեմ, մի մարդու վերաբերյալ դեկտեմբեր ամսին, բոլորդ կհիշեք ինչի մասին եմ խոսում, նույն օրվա մեջ դատանը 2 վճիռ կայացրել։ Խափամամիջոցը փոխել են, վատառողջ էր, տարել են ուրեմն հիվանդանոց, հետո այն մյուս դատարանը խափամամիջոցը փոխել է, տարել են բանտ հիվանդանոցից, նույն օրը գիշերը խափամամիջոցը փոխել է, տարել են տուն։ Մոտավորապես էսա այն բանը խելացնորությունը, որ ստեղծված է երկրում։ Ուրեմն մեկ մարդու իշխանությունը պետք է բացառել հետևյալ ձևերով։ Ուրեմն պետք է լինի սահմանադրական փոփոխություններ, պետք է լինի քաղաքական մշակույթ եւ մի հատ էլ տխրեցնեմ ԿՊ-ին։ Հա, Գյումրիի մոդելով կոալիցիոն կառավարություն, որտեղ եթե կոալիցիա է ալնում, փոխզսպումների, հակակշիռների մեխանիզմը արդյունավետ գործում է։ Մյուսը առաջարկը, որ ուզում եմ անել, դուք երևի տեսնում եք, չէ՞ որ Հայաստանը վերածվել է Սիցիլիայի։ Վերջին օրերին, ուրեմն մեր գրասենյակը կայսերի հարևանությամբ է գտնվում, հենց մեր գրասենյակից մի 100 մետր են կողմ մի հատ մարտաֆիլմ եղավ, այդ հաչապյակի դեպքերը։ Օրը ցերեկով, դպրոցի հարևանությամբ, մանկական խաղահրապարակի տարածքում եւ այլն։ Մեկ մարդ այդտեղ զոհվեց։ 3 Սևանում դանակահարություն ա եղել, օրը ցերեկով էլի։ Մեկ մարդ տեղասպանվել։ Գյումրիում մի քանի օր 3-4 օրը կարծեմ, դանակահարություն։ Այսինքն ակնհայտորեն իրավապահ համակարգը չի աշխատում։ Դա պատճառ ունի։ Իրավապահ ամբողջ համակարգը դարձել է Նիկոլ Փաշինյանի մահակը։ Այս մարդիկ եկեղեցականներին գաղտնալսովելով են զբաղված, եկեղեցականներին անկողին են մտել, քաղաքական գործիչ են հետապնդում, չգիտեմ ինչ են, ժամանակ չունեն իրենց գործով զբաղվելու։ Այս մեկ, այսինքն որ երկրում դառնում է քաղաքական գործիք, իրավապահ համակարգը դադարում է իր ֆունկցիան կատարելուց։ Երկրորդ խնդիրը բանն է, դա այն է, որ երբ որ դու ոստիկանությունը, ընդհանրապես ուժային համակարգը ծառայում են օրվա իշխանությանը, պրոֆեսիոնալները շատ արագ տեղից հեռանում են։ Դիլետանտիզմը համատարած է դառել։ Այսինքն շատ լուրջ ռեֆորմներ են պետք, եւ սա էլ մեր երկրորդ առաջարկությունն է։ Երրորդ առաջարկը մենք առաջարկելու ենք իշխանության ձևավորման մերիտոկրատիկ սկզբունք։ Այսինքն դա մերիտոկրատիան կամ արժանավորների իշխանություն, որպեսզի կադրային բանկի ձևավորման հստակ մեխանիզմներ լինի, մեր մոտ մշակումները կան, հիմա ես շատ կարճ ուղղակի թվարկում եմ։ Այսքանով թույլ տվեք իմ ելույթը ավարտել, բայց ելույթից վերջում ես չեմ կարող մոռանալ,
որ այս պահին անազատության մեջ գտնվում են մարդիկ, որոնցից շատերը իմ ընկերներն են, օրինակ Երևելի Սրբազան, Երևելի Բագրատ Սրբազանը եւ այլ քաղբանտարկյալներ, կարող եմ բոլորին անունով նշել։ Բոլորին իհարկե կդժվարանամ, բայց Բագրատ Սրբազան, Վագն Չախալյան, այդ նույն գործով ազատազրկված, Վարդան Ղուկասյան, Գյումրիի քաղաքապետը, Նարեկ Սամսոնյան, Վազգեն Սաղաթելյան, կարող եմ շատերին նշել, նաև տնային կալանքի ռեժիմով, դրանք էլ են կալանավոր։ Ես որպես նախկինում երկու անգամ քաղաքական կալանք կրած անձնավորություն, չեմ, ուզում եմ բոլորս ծափարություններով շատ ուժեղ ողջունենք այդ մարդկանց։ Իդեպ մի հատ էլ կատական եմ, մանավանդ մի քանի ժամ հետո իրականություն է դառնալու այդ կատակը, երբ որ անցած շաբաթ էր կարծեմ, Մայր Հայաստանը միացավ Առաջարկ Հայաստանի ծրագրին, հետևաբար Բարգավաճ Հայաստանի ցուցակին, ամբողջ իշխանության պրոպագանդան մի հատ կեղծ թեզ շրջանառու դարձրեց, իբր Քոչարյանի մարդիկ եկել են մեր ցուցակ, բայց կեղծ թեզ է, էլի, ասում եմ, հիմա իշխանության պրոպագանդան այսօր ճողվածք է ստանալու, որտև այդ նույն տրամաբանությամբ այսօր գիշեր ինչ են ասելու, Քոչարյանի օրոք երկու անգամ քաղաքականավոր եմ եղել։ Հիմա էլ ասելու են չէ, հակա Քոչարյանականներ եկան Ծառուկյանի մոտ։ Էս ինչի ասեցի, որ հասկանաք, որ իրաց թեզերը կեղծ ու արհեստական են։ Ուրեմն Ծառուկյանի հետ կոնսոլիդացվում են ինքնաբավ օրակարգ ունեցող քաղաքական ուժեր ինքնուրույն միավորվում են հենց Առաջարկ Հայաստանի ու Ծառուկյանի շուրջ, ինչ-որ մեկի մարտնել չեն։ Այս իմ ասածը տարբեր հետագիծ ունեցող մարդկանց միավորումը ձեզ պիտի հուշի, որ իշխանության պրոպագանդան սուտ է։ Եվ եւս մեկ անգամ շնորհակալություն ունկնդրելու համար վստահ եղեք, որ 2026 թվականի հունիսի 8-ին այլ Հայաստանում ենք արտանալու այնպիսի Հայաստանում, որտեղ առաջարկ Հայաստանինը կդառնա Հայաստանի առաջարկը աշխարհին։